Կարապետյան եկել այսօր գնահատում 3 վարչապետի հրապարակային ելույթներն ու հնչեցրած հայտարարությունները, ես ուղիղ չեմ ուզում մեջ բերել, դուք կարծում եմ մեր ժողովուրդը պետք է տեսնա իր իրական դեմքը, ինքը թող ցույց տա իր իրական դեմքը, մարդիկ տեսնեն ում են ընտրել ժամանակին ու հասկանան, թե ինչ վտանգ կա։ Մի բան եմ ուզում ասեմ, արդյոք որևէ մեկը իր երեխային կվստահի այդ մարդու մեքենայի մեջ, որպես եթե այդ մարդը վարորդ լինի, այս հոգեկան վիճակով իր երեխային կվստահի այդ մեքենա նստել, թե չէ, որպես վարորդ։ Եթե մենք մեր երեխաներին չենք վստահում այս մարդուն, որպես մեքենայի վարորդ, ինչպես ենք մեր երկրի ղեկը։ Պարոն Կարապետյան, այսօր նաև խոսվեց, սպառնում եմ 3 հայտարարում եւ անունները։ Թող ցույց տա իր դեմքը։ Թող իր դեմքը ցույց տա, մեր հայրենակիցները թող տեսնեն իր դեմքը։ Իր իրական դեմքը տեսնեն։ Այդ սեր եւ համերաշխությունը մարդու հոգուց է գալիս։ Նեղացած մարդիկ, կյանքով նեղացած մարդիկ չարություն են տածում իրենց հայրենակիցների հասցեին։ Մի չարացեք սեփական հայրենակիցների հասցեին։ Վատ բաներ մի ասեք, մարդիկ 30 տարի պայքարել են, մեր հայրենիքի վահանն են եղել, ինչպես կարելի է, 9 ամիս սոված ես թողել իրանց, ինչպես կարելի է։ Պարոն Կարապետյան, այսօր նաև խոսվեց 9 ամիս աղքատության սովի մեջ մարդիկ մնացել են, ելքը Արցախից ազատ էր, ինչու չէին ելնում, որտեվ հայրենասեր էին, որտեվ իրանց պես սենց հեշտ բանի գնացող չէին, մի երկու հնարավորություն է իրանց ձեռնարկել, գիտեն թե մարդկանց հետ տենց շփվելու, տենց չի կարելի շփվել, իրենց պատասխանած ձևով կարան 28 անգամ ավել պատասխանենք, բայց դա մեր, տեսեք երիտասարդ պատանի է կանգնած, ինքը որ նայեց էդ ինչ է մտածելու, ինչ է սովորելու, այս ինչ վիճակ է ընդհանրապես։ Դա ընտրական պրոցեսի վրա ինչպես կանդրադառնա այս խոսույթը։ Մեր ժողովուրդը թող տեսնի իրանց իրական դեմքը, ես միայն ուրախ եմ, որ դեմքը տեսնում է, ամեն օր իր իրական դեմքը տեսնում է։ Պարոն Կարապետյան, եւ